Գարեգին Նժդեհ, հոդվածներ։ Մեր նոր սերունդը։ Նորի մահացու թշնամիներն ու թունավորիչները եղան ու կմնան։ Ապա հայրենացած հայը, որի նշանաբանն է ուր հաց ու հանգիստ, ուր լավ, այնտեղ էլ հայրենիք։ Անցեղը, որի համար աստվածություն չէ ցեղը։ Նրանք, որոնց օրվա եկեղեցին, թատրոնը, ընթերցարանը, ռինգն է, կրոնը սխալ հասկացված սպորտը, զբոսամոլները, որոնք թեթևամտորեն ծափում են, շնացնում, հայոյում գետին զարկվածին եւ սրբապատծորեն օֆսանն ականչում այս կամ այն զզվելի ըմբիշին։ Եթե սպորտն ու սպարտականը հոմանիշ չեն, դա տրգժամանց է միակողմանի սպորտը։ Երիտասարդը, որին բուլղար լեզուն անվանեց տարիկատ։ Նա, ով միայն հաց է հոտում, ով սիրում է կյանքի գինին եւ թշնամի է ազգային եւ մարդկային ճիքի, խորքի, սրբության։ Ժողովուրդները չունեն ավելի մեծ թշնամի, քան վատ գիրքը, դրված իրենց նորահաս սերնդի ձեռքը, եւ թունավոր գիրք թերթ գրողը, որոնց համար հետպատերազմյան 2 տասնամյակները դեռ չեն փակել ազգերի կյանքի ու պատմության հին էջը։ Անդրոշակ եկեղեցին, անցեղանորոգ դպրոցը, սեղմ ասած այն ամենը, որ հայ կյանքում գործում է իբրև կազմալուծումի ազդակ։